Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ողջույններս Նարեկ ջան։ Պարոն Կարապետյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է Թուրքիայի արտգործնախարարի Ֆիդանի Հական Ֆիդանի հայտարարությունը։ Ես մեջ վերեմ մի քանի տող է։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի եւ հետեւաբար Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կիրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակենք մեր ճանապարհը տարածաշրջանում կայունությամբ եւ բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում։ Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի, ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարևոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այս կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի։ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը եւ նրանց աջակիցները պնդում են, որ Ֆիդանը միջամտել է Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ առաջիկա ընտրություններին աջակցելու է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին։ Դուք այս հայտարարությունից նման տպավորություն ստանում եք, թե ոչ։ Տեսեք, եթե էմոցիոնալ վերաբերվեմ հայտարարությանը, կգտնեմ ելևէջներ նման, եթե ուզեմ։ Եթե խոսքը վերաբերում ընդդիմությանը, պարզա ընդդիմությունը մի բան պետք է գտնի տվյալ դեպքում ու փորձի հիմնավորի, ասելով, որ օրինակ դա ուղիղ մեր ներընտրական, մեր երկրի ներքին գործերի միջամտելու միջոց է, ինչպես դուք ասեցիք։ Հիմա ամեն դեպքում ամեն մեկը յուրովիկ մեկնաբանի, ես եթե անաչառության, անկողմնակալության սկզբունքից ելնելով եմ նայում այս հարցին, իսկ ես այդպես եմ միշտ նայում, ես համենայն դեպս նման գուցե ենթակ տեքստ կա դրա, օգնելու, օժանդակելու հնարավոր որոշ ինչ-որ լծակներով, ես իհարկե չգիտեմ, թե Թուրքիան տվյալ դեպքում ինչ լծակներ կարող է գործադրի, ամենայն դեպս ինչ-որ տեղ կարծում եմ ունի այդ լծակները, բայց այդուհանդերձ դա ուղիղ, կոնկրետ խոսք չէր ուղղված Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրական ինչ-որ ակտերին փորձելով, այսինքն ներթափանցել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, որը տեղի ունենալու հունիս ամիսներին։ Ուղիղ կոնկրետ այդ մասին խոսակցություն չկար, կար խոսակցություն, որ ընդամենը ներկայացնում էր իրավիճակը, որ ինչ-որ սոցհարցումների գերակշռող մեծամասնությունը ժողովրդի ցանկություն ունի Նիկոլ Փաշինյանի դեմքով այդ նույն իշխանությունների վերարտադրմանը։ Ես կարծում եմ, որ այստեղ մի ճշմարտություն կա, որ այս գործող իշխանությունները իրանց համար քիմքին հաջող իշխանություններ են, իրանց հետ արդեն գտել են ընդհանուր հայտարար, կարող են աշխատել ու աշխատում են։ Պարզ է, որ իրենց համար ցանկալի չի ինչ-որ մեկը, ով որ կգա ու ամբողջ այս ընթացքը այլ ռելսերի վրա, այսպես ասած, գտնի։ Իրենց համար պարզ է, որ հիմա պետք է պարտնյոր որպես այդպեսին դիտարկել Փաշինյանին, որը համաձայնվել է խաղաղության ոգուն համահունչ կառուցել հարաբերություններ հարևան երկրների հետ, բայց այստեղ մի հատ հստակ կետ կա, որը որ բազմիցս ես ասել եմ իմ հրապարակային ելույթներում, այստեղ հստակ է, որ Ֆիդանը միշտ ընդ որում 2 օր առաջ էլ իր հայտարարության մեջ ասել է, որ մեր եւ Ադրբեջանի օրակարգերը սինխրոնիզացված են։ Մենք համաձայնեցնում ենք նոր հայկական կողմի հետ գալիս ենք բանակցելու, այսինքն իրենք նախապես Ջեյհուն Բայրամովի հետ այդ ամեն ինչը քննարկում են, որոշումներ են կայացնում եւ որը բխում է Ադրբեջանի ցանկությունից եւ շահերից, նոր դա համարժեք է լինելու իրենց ցանկության հետ։ Եվ չեմ կարծում, որ հարց չեք տա, բա այդ դեպքում այդ սիմվոլիկ քայլերը որն է, սիմվոլիկ քայլը այն ինչը որ անցած տարվանից խոսում էին, որ անցակետերը կբացվեն երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց համար։ Իսկ այս դեպքում ինչու է հայաստանյան ընդդիմությունը սա ներկայացնում որպես առաջիկա ընտրություններին իշխանություններին աջակցելու մասին հայտարարություն։ Դե տեսեք, որովհետև տվյալ դեպքում կա այստեղ մի ճշմարտություն, որ եթե Ֆիդանի շուրթերից հնչում են, որ որպես այդպիսին իրենց համար որպես գործընկեր, որին կուզենային տեսնել եւս մեկ անգամ
պաշտոնավարման process-ով, այդ Նիկոլ Փաշինյանն է, դա էլ նշանակում է, որ իրենց մոտ կա այդ աջակցությունը, այդ օժանդակությունը։ Այսինքն այդ հայտարարության կոնտեքստում դա կա։ Ուրիշ բան, որ երբ որ դիվանագիտական բառամթերքով փորձենք հասկանալ բանը, այդ տողատակերում ինչ կա, բայց ուրիշ բան է, երբ որ կոնկրետ զուտ հայտարարությանն ենք հասնում։ Հայտարարության պահով հələ դուք մի հատ պատկերացրեք, ասենք ուրիշ էլ ինչ պատասխան պետք է հնչեր։ Երբ որ հարցադրումը շատ ուղիղ էր, կոնկրետ Ֆիդանային այլ բան չէր մնում պատասխանել, քան ասել, որ մենք տեսել ենք կամ մենք լսել ենք, որ Հայաստանում օրինակ ինչ-ինչ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վարչապետը վայելում է ժողովրդի հարգանքը, սերը եւ քվեի հնարավորություն ունի, հետեւաբար մենք նաեւ միտված է խաղաղության տարածաշրջանում կոնֆլիկտների վերջնական հանգուցալուծման, հետեւաբար մենք կուզենանք, որ հունիս ամսին ինքը գա։ Պարզ է, որ այդտեղ ընդդիմությունը պարզ է, որ պետք է սրերով թրերով ընդունի, էմոցիոնալ նաև այստեղ պետք է ինչ-որ հանգամանքներ տնի, որը որ պայմանավորված է, որ այո, ստացվում է թուրքական օժանդակություն կա, օգնություն կա, թե ինչ տեսքով դա կլինի, ես չեմ կարծում, որ զուտ խոսքի բերումով միայն կլինի խոսքի մակարդակով օժանդակություն։ Տեսեք, այս Ֆիդանի հայտարարության մեջ մեկ ուշագրավ տող կա, որը ըստ էության ընդդիմության եւ այս հայտարարությունը քննարկողների ուշադրությունից գոնե ես ինչքան ուսումնասիրեցի դուրս է մնացել։ Ֆիդանի իր խոսքում ասում է, հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի։ Սա խոսում է երկու Առավոտյան իմ հարցազրույցներից մեկում ես ասել եմ, նման հարց ինձ տվել են, ես ըստիս առանց քաղաքական կոնսպիրոլոգիական ինչ-որ հաշվարկների ասել եմ այն ինչը, որ գրեթե բոլորիս իրականում պարզ է։ Դա այն է, ինչ որ Ադրբեջանի ցանկություններն է եղել, առայն որ սահմանադրությունը պետք է փոխվի, դա նաև թուրքական պահանջ է։ Թուրքական պահանջներից մեկն է, որը որ այս պահին այդքան էլ արդիական չի, այդպես չի հնչեցվում ինչ պահանջի պայմանի տեսքով, ինչպես Ադրբեջանն է իր պահանջ պայմանները թելադրում։ Դա այն է, որ սիմվոլիզմից հրաժարումն է, գերբից է, այդ զինանշանից Արարատի դուրս բերում եւ այլն, որը ժամանակի հարց է, եւ ես կարծում եմ, որ տվյալ իշխանությունները կգնան դրան, եւ եթե հանգարց վերարտադրվեն, ցանկացած ինչ որ պատ է առիթին, ինչ որ պատրվակով դա կանեն, ես ավելի կամ վստահ եմ, պատճառաբանելով, որ եւ դրա նախադրյալը նախադեպը արդեն իսկ ունենք, հայտնի Զվարթնոցի գիտեք այդ պեչատներից դուրս է եկել արդեն իսկ Արարատի պատկերը, հետեւաբար այդ տրամաբանությամբ այդ սիմվոլիկ քայլը իրենց կողմից էլ որպես այդպեսին ես դիտարկում եմ լավագույն դեպքում Նարեկ ջան անի կամուրջի շինարարության ավարտը, որով կլինի այստեղ նայեք հոգեբանական պակա, չէ՞, մենք իրենք գիտեն անին հայերիս համար ինչ կարևոր տեղ է, ինչ կարևոր վայր է եւ այլն, իրենք կփորձեն օրինակ սահմանը բացել տուրիստական այսպես, հա, որպես այդպեսին, որպեսզի անցուդարձ լինի կամուրջով։ Գուցե դա փորձեն կերակրել հայ ժողովրդին, այ որ տեսեք, մենք էլ ենք գնում քայլի, փորձում ենք նաև այս տարբերակով հարաբերությունները կարգավորել, կամ կարգավորման սկիզբը այս ձև դնել։ Էս է լինելու այդ որոշ քայլերը, որ ասում են։ Պարոն Կարապետյան, Իրանում թեև այդ ակտիվ փուլը անցել է, բայց լարվածությունը պահպանվում է։ Միջև անգամ միջև 5000 զոհի եւ 20000 ձերբակալվածի մասին է հաղորդվում ոչ պաշտոնապես։ Բայց այնուհանդերձ ինչ տեղի ունեցավ Իրանում, արդյոք ինչ որ նախատեսված էր դա եղավ, թե կանխվեց եւ եթե այո, ապա ինչը կանխվեց։ Դե տեսեք, նախ պետք է հասկանանք ինչից սկսվեց։ Հիշում եք, դեկտեմբերի 28-ից այդ բողոքները սկսվեց, մասսայականություն սկսեց վերցնել, թափ հավաքել տարբեր քաղաքներ ընդգրկելով նպատակից առաջինն է պատճառը։ Պատճառը արժեզրկումն էր, գիտեք իրենց դրամական միավորի, որը բերեց նման լուրջ սոցիալական ուրեմն բախումների, որը վերածվեց ամբողջ երկրով մեկ լուրջ խժդժությունների։ Արդյունքում այո, դուք հիմա իհարկե հավաստի աղբյուրներ չկա, թե ինչքանն են զոհվել, ինչքանն են վիրավորը, բայց մի բան հստակ է, որ
համենայն դեպս դրսի նաև ձեռագիր կար, մանավանդ Թրամփի վերջի հայտարարությունների համատեքստում, օժանդակելով, օգնելով արիական, իրանական ժողովրդին եւ այլն, ել չասեմ Մոսադը իր մասով, որովհետեւ դա ինչ որ հիմա ասեմ, դա պաշտոնական տվյալ է, միայն 600 իսրայելական ագենտ ձերբակալվել է, այսինքն գտել են ու ձերբակալել են, դուք պատկերացրեք, ուրեմն ինչքան հետախուզությունն ու հակահետախուզությունը ինչպես է աշխատում, որ 600 թվով 600 մարդու ձերբակալել են միայն ագենտ լինելու համար։ Այսինքն հասկանալի էր ուր էր տանում։ Վերջնական գերնպատակը ոչ թե, տեսեք Միացյալ Նահանգների ղեկավարը ասում է, նպատակը հիմա ոչ թե տվյալ իշխանություններին իշխանազրկելն է, այլ Խամենեի ռեժիմի, հոգևոր ռեժիմի կործանումն է, որտեղ իրենք հասկանում են, որ այդ նպատակն է, որ պետք է հիմա իրենց առաջնորդի, որովհետև ունեն իրենց կանդիդատը, իհարկե շահի վերջի որդին է, որ տարբերակ 1 պլան B է դիտարկում, բայց այս պարագայում հիմա տեսակ կրկերը հանդարտվեցին, սուր ծայրերը հարթվեցին, հիմա այս պահին Իրանի վրա հարձակումները, որը որ կար 3-4 օր առաջ, հռետորաբանությունը ռազմաշունչ, որ կխփեն նույնիսկ միջուկային օբյեկտներին եւ բալիստիկ հրթիռների արտադրամասերին, հիմա այդ մասին արդեն չկա որևիցե հղում։ Նույնիսկ Թրամփը, որը որ սպառնում էր այդ խոսույթով, հիմա արդեն հետնահանջ է արել իր հռետորաբանության մեջ։ Հիմա փաստ է, որ այս պահին իրենց ձեռնդու չէր, որպեսզի Իրան գերնպատակը ասեց ինչն էր, Խամենեի ռեժիմի կործանումը, տապալումը վերջնականապես։ Բայց ըստ էության որը էլի ժամանակի հարց է։ Ինչ հիմքով եք ասում, որ ժամանակի հարց է։ Որովհետև տպավորությունս այնպիսին է, ելնելով իրավիճակից ու դեպքերից, աչքի առաջ ունենալով թե Վենեսուելայի դեպքը, թե ինչպես խրով հռետորաբանության, որը շատ դեպքերում արկածախնդրություն են երևում, բայց մարդը ուղիղ տեքստով ասում է, այս երկիրը պետք է վերցնեմ, այն տարածքը պետք է վերցնեմ, ու հերթականությամբ դա անում է թքած ունենալով բառից ունեցած միջազգային իրավունքի վրա։ Ուրիշ երկրների միջամտելով ներքին գործերի։ Դրա համար եմ ասում, իրենց գերնպատակը այսօր համենայն դեպս Իրանը որպես այդպիսին հոգևոր դասակարգումից զրկելն է, այս պահն է հիմա կթանում։ Եվ այս իրադարձությունները արդյոք ինչ որ առումով խաթարեցին Երևանի ու Թեհրանի հարաբերությունները, թե ոչ, որովհետև դժգոհություն կար դեսպանի կողմից, պահանջը հետևյալ կերպ էր ձևակերպվում, որ թույլ չտան Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց ցույցեր, բողոքի գործողություններ անել եւ սա իր հետևանք կունենա, թե չէ։ Ես հետևանքների մասին կարծեմ գործող իշխանությունները փորձել են փարատել իրենց մտահոգությունները, բայց անկեղծ ասած ես չեմ ընկալում տվյալ դեպքում նորանշանակ դեսպանի վարքագիծը։ Շատ էմոցիոնալ, ոչ դիվանագետին հարիր։ Այսինքն ինքը ինչ էր սպասում, ներողություն, որ այսինքն հայկական կողմը, եթե Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, բացի այն, որ իրավապահ մարմինները պետք է թույլ տան այնքանը, ինչքան որ օրենքով թույլատրվում է նման հարավակ կամ չգիտեմ բողոքի ցույց անելու կամ սահմանափակելու օրինազանցությունը, էլ ինչ պետք է անեն։ Այսինքն ինչ են արել, շենքն են այրել, տարածքն են վնասել, մեքենաներն են վնասել, այսինքն մարդիկ ունեցել են իրենց կամքի արտահայտությունը, եկել են իրենց բողոքի ձևը ցույց են տվել, համայնք կա այստեղ, պարզա որ փոքրամասնություններ են կազմում, իրենք եկել են իրենց բողոքի ձայնը այդ ձև ներկայացնեն։ Այստեղ պետությանը մեղադրել, որ ինչ է, այդ պահը չեմ հասկանում։ Դե երևի որ չեն գնդակահարել ցուցարարներին։ Տենց ո՞նց անում, այսինքն մենք լավ էլի աբսուրդային ժանրի բան, այդ պարադոքսալ բան է լինելու, այսինքն մենք վերցնենք Դե իրենք գուցե սովոր են, որ պետք է ցուցարարներին գնդակահարել։ Դե իրենց մոտ գնդակահարում են կախում։ Այո, մեր մոտ դե իրենց համար երևի խորտ է, որ մեր մոտ ժողովրդավարականը այդ մասով հաստատ կոն է, առավել եւս այդ մասով նման ուժի կիրառում չի լինելու, դա բացառված է։ Հետևաբար այսինքն ինչ են սպասում, որ մենք մեր ուժայիններով պետք է ճնշենք, որ հետագայում Հայաստանի հանդեպ այլ կարծիք ձևավորվեր,
կամ միջազգային մամուլը արձանագրել, որ Հայաստանում խաղաղ ցույցեր իրականացնողների հանդեպ հայկական զինված ուժային կառույցները ուժ են կիրառում, հա։ Այդ ոնց կարող է այդպես լինել։ Հələ ընդհակառակը իմ կարծիքով արտգործնախարարությունը պետք է հրավիրեր մի հատ դեսպանին, ասել կներեք, բայց ձեր այդ հայտարարությունը, որը հիմնականում էմոցիոնալ բովանդակություն է կրում, ինչի մասին էր։ Այսինքն դուք տվեք մի հատ բացատրություն, թե մեր գործողությունը որն էր, որ չենք կատարել, օրենքի սահմանները։ Ես չեմ տեր, ես գիտեք, երբ որ պարոն Սոբանին էր, համենայն դեպս իր ժամանակով ես չեմ հիշում նման ինցիդենտ կամ նման դրսևորումներ կամ սպեկուլյացիաներ, նոր դեսպանը կարծես շատ էմոցիոնալ է այս հարցերում։ Ես չգիտեմ պատճառը որն է, համենայն դեպս, բայց քաղաքականության մեջ նախ չկան էմոցիաներ, այդ քենապահություն, այդ նեղացկոտություն, բայց եւ այնպես այնտեղ իրավիճակ չի եղել, որ հայկական կողմը, առավել ևս իշխանությունները, մասնավորապես իշխանությունները, ինչ որ բան չեն ձեռնարկել կամ պետք է ձեռնարկեին, իրենց բան են պահել, այսպես հեռու են պահել։ Ես հետևել եմ ընթացքին, թե ինչ է տեղի ունեցել, այնտեղ ոչ լուրջ բախումներ է եղել, ցուցարարները ցույց են արել, ավելորդությունները չեն դրսևորել։ Իհարկե ուժային կառույցներից մարդիկ եղել են, որպեսզի վերահսկեն իրավիճակը։ Պարոն Կարապետյան, վերջին հանդիպումը Վաշինգտոնում արդյոք դրական եք համարում, իշխանությունները նշում են այդ տեսակ, որ ինքնիշխանության զիջում չի լինելու, Հայաստանի ինքնիշխան տարածքում արտատարածքային միջանցք չի լինելու, լինելու են սահմանապաներ, մաքսավորներ, դատական իշխանությունն է, ինչ այնտեղ գործելու հարկ եղած դեպքում ներքին գործերի նախարարություն, այսինքն փարատվեց այն, ինչ այս 9 ամիսների ընթացքում քննարկվում էր։ Ոչ թե փարատվեց, այլ այստեղ ուրիշ խնդիր առաջացավ, տեսեք, իրականում փարատվեց օրինակ այն, որ չգիտես որտեղից խոսակցություն էր պատտվում, որ դա 100 տարով կնքվող պայմանագիր է լինելու TRIP-ի մասով, հա։ Հիմա իհարկե պարզվեց, որ դա 49 տարի ժամկետով է, պարզվեց, որ զարգացման ընկերության բաժնետոմսերի 74%-ը բաժին է հասնում Միացյալ Նահանգներին, 26%-ը Հայաստան, իհարկե այստեղ մի քիչ անհասկանալի է, թե ինչպես են դա կատարել, այդ հաշվարկը ոնց է եղել, ես չէի ուզենա ասել, որ սա պարադոքսալ է, որովհետև տարածքը հիմնականում, երբ որ մերն է եւ մեր սուվերեն տարածքով է անցնում, ընդհակառակը մենք ավելի շատ պետք է 50 եւ ավելի տոկոսի հավանականություն ունենայինք եւ ոչ թե հակառակը, բայց այդ հիմնական դրամական միջոցները հայկական կողմը չի անելու դրա համար։ Հայկական կողմը համատեղ է անել, չէ՞, վերջի կոնսորցիումի արդյունքում այդ պետք է ստեղծվի այդ ամեն ինչը։ Հասկանալի է, բայց այստեղ տեսեք, հասկանալի է, որ կառուցել, շահագործել, պահպանել այդ բազմամոդալ այդ տարանցիկ ավտոմոբիլային ճանապարհները պետք է օրինակ այստեղ մտահոգությունները գիտեք որն էին։ Այդ շինարարական աշխատանքները, որ թվարկեցի, որ կազմակերպություններն են անելու, ովքեր են գալու այդ շինարարական, այդ ամբողջ ծավալով, որտեղ այդտեղ վստահ եմ միայն հայկական շինարարական ընկերությունները չեն ներգրաված լինելու կամ կարողանան նման էլի եմ կրկնում տարանցիկ այդ բազմամոդալ ենթակառուցվածքների ողջ շինարարական այդ ծավալը վերցնեն իրենց վրա ու անեն։ Այստեղ տեսեք լավագույն դեպքում մտահոգությունը հիմնովին է նրանով, թե որ կառույցները, որ երկրների կառույցներն են գալու Հայաստանում նման շինարարություններ անեն։ Դուք պատկերացնում եք մարդկային ինչ ռեսուրս է շինարարների պետք, որպեսզի այդ շինարարները եկան, նարեկ, Սյունիքում որտեղ են բնակվելու, ինչքան ժամանակով են բնակվելու, ինչ իրավունքներ են ունենալու այստեղ։ Այդ մտահոգությունները, արդյոք դրանք թուրքական ու ադրբեջանական ընկերություններ չեն լինի կամ նույն այդ շինարարները ազգությամբ ադրբեջանցիներ։ Միգրանտի կարգավիճակ չեն ունենալու, ոնց հայերը խոպան են գնում ուրիշ երկրներ։ Այո, բայց այդ մտահոգությունը կա, չէ՞ որ այդ նույն սկզբունքով, երբ որ ամիսներով ժամանակը անցնի, իրենք նաև կփորձեն նաև հիմնովին հաստատվել նաև Հայաստանում։ Այդ նույն էմիգրանտները Ռուսաստանում են, չէ՞, հայերս գնում են, մնում են տարիներով, հիմնավորվում են, հետո քաղաքացիություն, մնալու իրավունք են ձեռք բերում եւ այլն եւ այլն։ Այստեղ այդ է։ Դուք վախություն ունեք, որ թուրքերն ու ադրբեջանցիները կգան եւ կտնավորվեն այստեղ։ Ես չեմ բացառում, որովհետեւ իրենց քաղաքականության մեջ շատ լավ հիմնավորված կա այդ հանգամանքը։ Ես հատուկ ուզում եմ շեշտադրեմ, գիտեք որ դրվագը,
այս ձեր հարցի հետ կապված։ Ալիևի հետևյալ խոսքը, հիշում եք, վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողների հետ մի հատ միտք արտահայտեց, որը ի դեպ լրագրողների եւ փորձագետների մոտ քիչ արձարծվեց այդ միտքը։ Հատուկ ուշադրություն եմ ձեր հրավիրում հետևյալ տողերի վրա, ասեց, գիտեք ես ինչ հասկացա, որ րոպեին, որ պատերազմի ժամանակ գրավում էր հողեր, քաղաքներ եւ գյուղեր եւ այնտեղ տեղադրվում էր ադրբեջանական դրոշը, ես նոր հասկանում եմ, որ այդ տարածքը Ադրբեջան։ Եթե չագերտները բացենք, այդ մարդը լրիվ տալիս է քոչվորի հոգեբանությունը, ով որ գալիս է նոր տարածքներ է գործում, եւ որտեղ իր համար դա հայրենիք չի, իր համար այլ պատկերացում է դա։ Գրավողի հոգեբանությունն է։ Հիմա հասկանում են, չէ՞, որ այստեղ հիմնականում դեմոգրաֆիական խնդիրներով կարելի է այդ հարցը լուծել։ Առավել եւս, երբ որ էլի հղում եմ տալիս Ալիևին, որ ասել է հաջորդ անգամ մենք պատերազմի կարիք էլ չունենք, մենք գալու ենք արևմտյան Ադրբեջան, այսպես ասած, ոչ թե տանկերով, այլ ավտոներով։ Հիմա չի բացառվում, չէ՞, եթե մոտ 5-10 տարի շինարարություն է գնում եւ նման կազմակերպություններում շինարարները իսկ նրանք տասնյակ հարյուրավորներով են լինելու, հազարավորներով են լինելու։ Չի բացառվում, չէ՞, որ կտնավորվեն, կփորձեն այստեղ արդեն Հայաստան, եթե Սյունիք եկան, արդեն պարզ է, չէ՞, Երևան գնալ գալ, այլ համայնքներ, այլ մարզեր գնալ գալ, հիմնավորվել այստեղ։ Մենք ունենք այդ մտա, ես ունեմ այդ մտահոգությունը եւ ես վստահ եմ, ոչ մեկ չի կարող հարատի իմ այդ մտահոգությունը։ Ոչ մեկ չի կարող։ Իսկ մինչ այս հնչող մտահոգությունները Միրզոյանի եւ Ռուբիոյի հանդիպմամբ եւ այդ հրապարակված փաստաթղթով փարատվում են, թե ոչ։ Հարգելի Նարեկ, ես այն դրվագին եմ ուշադրություն դարձրել, երբ որ նրանք երկուսով մի բա լրագրողների առաջ, իհարկե Միրզոյանը ոչ մի բառ անգամ չարտաբերեց, եւ Ռուբիոն հստակ ասեց ու մի քանի անգամ կրկնեց, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերենության ինքնիշխանության պահպանումով է տեղի ունենում ու ոնց որ այդ ամենակարևոր բաներ տպավորություններ ինձ մոտ, որ մեկը հայկական կողմը իրենց բազմացած խնդրել էր, որ հատուկ դա շեշտադրվի, հատուկ, որտեղ մի քանի անգամ դա շեշտադրվեց, նույնիսկ եթե դա խնդրանքով չէր ասվել, վստահ եմ ավելի քան, որ այնքան էր ասվել, որ Ռուբիոն որպես վсё-таки պետք քարտուղար ինքը հասկանում էր, որ դա պետք է արտաբերի անպայման լսացնելու համար։ Հիմա այստեղ տեսեք, այն հանգամանքն է, որ գերտերությունը գալիս է տարածաշրջան, մասնավորապես Հայաստան եւ մասնավորապես Սյունիք։ Այդ մասով տպավորությունս այնն է, որ 49 տարի ստեղծվել է հնարավորություն ամերիկյան հովանու ներքո, որ էքսպանսիոնիստական օկուպացիոն քաղաքականություն հարևան երկրները չփորձեն հանգարց իրականացնել։ Այսպես գարանտիայի նշանն է։ Ես չգիտեմ իհարկե, դա այդպես է թե չէ, գիտեք, ես կարամ բազում օրինակներ բերեմ, օրինակ Սուեզի ջրանցքի հետ կապված։ Երբ որ Սուեզի ջրանցքի հետ կապված էլ ազգայնացման process են գեներացնում 1956 թվականին, հիշում եմ, որ պատմությունը հստակ կա, այն ժամանակ հարձակվեցին ֆրանս-անգլո-իսրայելական զորքերը Եգիպտոսի վրա ու ասեցին, որ եթե մեկ անգամ արդեն Սուեզի ջրանցքը օգտագործել, դա միջազգայինորեն արդեն միայն ցես չի պատկանում։ Ես այդ մտահոգությունն էլ ունեմ, որովհետև դա միջին միջանցքի գլխավոր արտերիա հատվածն է լինելու, որը անցնելու է Հայաստանի տարածքով։ Ես ունեմ այդ մտահոգությունը։ Ես հասկանում եմ, իշխանությունները փորձում են ցույց տալ եւ փորձում են այսպես հանգիստ շունչ քաշել, որ համենայն դեպս այսօր վտանգված էր Սյունիքը, որը հավանական էր ցանկացած ժամանակ ռազմական էքսպանսիայով գրավել, հիմա դա բացառվում է, որովհետեւ այդտեղ կա ամերիկյան գործոնը։ Ըստ իս հենց այ քարոզարշավի բաղկացուցիչ մասը եւ այս տրիպի հետ կապված հիմնարկեկի արարողությունները համընկնում է հենց այդ հատվածի հետ, որտեղ սեփական ժողովրդին այ հենց այս մտահոգության փարադումն են ներկայացնելու, վաճառելու ժողովրդին, այդ հույսի վաճառքն է։ Բայց դա իրականությանը նաեւ համապատասխանում է, թե ոչ։ Իրականությանը մասամբ համապատասխանում է, որովհետև Միացյալ Նահանգները, բացի հեգեմոն գերտերություն լինելուց, այստեղ իր շահի համար է, որովհետև բազմից եմ ասել, հենց այդ հատվածը հեգեմոն գերտերությունների աշխարհաքաղաքական կենտրոնների
ուշադրության կիզակետում հատված է, այդ տարածքով անցնում 1000 ու մի այն մետաքսյա ճանապարհ, որ ասում ենք, հենց այդտեղով անցնում։ Բայց վատ է, որ իշխանությունները կարողացել են գտնել մեկին այս խառը ժամանակներում, որ Հայաստանի նման պետությունում իր շահն է գտել եւ Հայաստանն էլ իր շահն է կարողացել այդ գործարկում գտնել։ Այսինքն Միացյալ Նահանգները տնտեսական ինչ որ շահեր է հետապնդում, Հայաստանը անվտանգային։ Այդտեղ համընկնում կարա լինի, բացառելով այդ ռազմական էքսպանսիան։ Այո, կարող ենք այդպես գնահատական տալ, բայց նորից եմ ասում, ես ունեմ այդ մտահոգությունը։ Նայեք, իմ մոտ օրինակ հանուն արտարության ասեմ, մինչև այս պահը ցանկացած լրագրողից որ հարցեր տալիս, ինչ մտահոգություն ունենայիք, ասում էի, մինչև այս պահը, ընդ որում ձեզ էլ եմ ասել։ Իմ մտահոգությունը այն է, թե արդյոք մաքսային կառույցները հայկական անցագրային կառույցները գործելու, այսինքն բացառապես հայերն են կանգնած լինելու եւ իրականացնեն իրենց ծառայությունը։ Հիմա ըստ այս պայմանավորվածությունների ստացվում է դա այդպես է, եթե իմ աչքն էլ տեսնի, հայ ժողովրդի աչքը տեսնի, որ այդպես է, այդ դա դուրս է գալիս։ Բայց այստեղ մի հատ էլի մտահոգություն կա, թե արդյոք այդտեղ համատեղ իրականացնելու ժամանակ ֆիզիկապես, օրինակ Միացյալ Նահանգների հսկիչ անցագրային աշխատագիծը չի ստուգի, առաջնահերթ ստուգումը, հետո, չգիտեմ, ինչ որ մի գործիքակազմ մեխանիզմ կորոշեն ինչպես իրականացնեն, հետո նոր լավագույն դեպքում հայկական կողմը։ Այսինքն առաջին օքեյը անցու դարձի տարանցիկության ապահովի ամիացը, որպեսզի նաև Ալիևի պահանջը բավարարվի, որ տետատետ հանդիպում չլինի հայ սահմանապահների հետ։ Այսինքն սահմանապահացին ինչ որ back office-ը լինելու միջակայք։ Back office-ը, ապրեք, ես այդ էի ուզում ասել, back office-ի մասն է։ Այսինքն ինչ է նշանակում back office։ Այսինքն ֆիկտիվ բնույթի մի հատ կառույց, բուդկա, հա, այնտեղ դրված, որ հայկական կողմի ինչ որ աշխատագիծը, ինչ որ sense իմիջայլոց, հա, կամ այնքան որ ուղղակի ֆիզիկապես ներկա գտնվի, բայց հիմնական գործը ըստ այդ փաստաթղթի եւ Միրզոյանի բացատրությունների back office-ում միջազգային կազմակերպությունն է լինելու, հետո նոր Հայաստանի կառույցները, համենայն դեպս իր ասացի տրամաբանությունը դա էր, եթե չեմ սխալվում։ Հիմա նաև հասկանա, հիմա հարց եմ տալիս ուղիղ, որի պատասխանը դեռևս ոչ մեկ չունի։ Հասարակ պրիմիտիվ հարց եմ տալիս։ Հայաստան մտավ, պեչատը ադրբեջանական պասպորտի անձնագրի մեջ խփելու է հայը, թե չէ, խփվելու է, թե չէ։ Դե եթե ասում են մաքսային եւ սահմանային ծառայությունները հայկական է լինելու Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար դա կանեն հայերը։ Պետք է խփեն, չէ։ Հիմա տեսնենք, կյանքը թող ցույց տա, թե այդպես է լինելու, թե ոնց է լինելու։ Որովհետև այդտեղ է մի հատ ուրիշ խնդիր հետագայում կառաջանա, հիմա մարտա ու Նախիջևանից ամեն օր գնում է օրինակի համար։ Զանգելան հետ է գալիս, օրական։ Ոնց որ շատ դեպքերում հիմա Վրաստանից, հա, ախալքալակից, ախալցխեից գալիս են Հայաստան ամեն օրվա ռեժիմով սահման են հատում Վրաստանի։ Բայց ամեն դեպքում ամեն հատելուց անձնագրի մեջ պեչատը դրվում է, չկա որևիցե ընդհանցակարգ այլ։ Բայց ուզում եմ ասեմ, այդ ընդհանցակարգը ոնց է լինելու, որովհետև անձնագրային խնդիր էլ առաջանում, թղթային անձնագրի։ Եթե իրենք ասում են էլեկտրոնային տարբերակ, դա ոնց է լինելու, որովհետև նախադեպը մենք չունենք ոչ մի մաքսային անցագրային կետում, ոչ Բագրադաշնում, ոչ Բավրայում։ Այդ ոնց են կազմակերպել, այդ տեխնիկական, որ ասում են ամենաբարձր տեխնիկական նորացված մեխանիզմներով են գործադրելու։ Ինձ ծանոթ չի այդպիսի մեխանիզմ դեռ։ Այդ ինչ պետք է անեն, որ այդ վերահսկողությունը իրականանա այդպես։ Հետո դե տարածքում ենթակառուցվածքներ են չէ լինելու, ֆուդ կորտեր են լինելու, հանրային վայրեր են լինելու, այդտեղի հանգստի իրավունքը, հասկանալի է, այդտեղ թղթի վրա սևը սպիտակով գրված է, թե որ այդ ամեն ենթակառուցվածքների վրա բոլոր վերահսկողությունը հայկական է լինելու։ Բայց եթե միջադեպ է լինելու, ոնց է լինելու։ Դա էլ է հստակեցված, ասում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ու դատական իշխանությունն է գործելու։ Ահա, իսկ այդտեղ, հա, այսինքն նայեք, այդտեղ է ուրիշ մի հատ մտահոգություն է գալիս։ Հիմա մենք պատրաստ ենք խաղաղության համահունչ, որքան էլ հիմա փորձում ենք զրո պրոբլեմ հարևանների հետ, ինչ որ նման ինցիդենտներ են, ոչ թե աչքափականենք, այլ օրենքին խստության համապատասխան, օրենքի տառին համապատասխան այդպիսի գործողություն իրականացնենք։ Ձերբակալել, տանել, դատել Հայաստանում օրինազանցներին։ Լինելու են չէ դեպքեր, միանշանակ լինելու են չէ դեպքեր։
անօրինական, երբ որ ապրանքներ ա մտնելու, զենք զինամթերք կա մտնելու, այդ դեպքում ոնց են անելու։ Ես ունեմ Դե ինչու է ձեզ մոտ օրինակ այդ հարցերը առաջանում, եթե հայ-իրանական սահմանի անցակետով է անցնում adekvat իշխանության ներկայացուցիչները, ոլորտային իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են, եթե ինչ-որ հանցավոր մեխանիզմներ չի գործում, կամ հայ-վրացական սահմանի հետ ինչ է կարծում, որ այս հայ-ադրբեջանականի դեպքում չի գործելու այդ ամեն ինչը։ Դե ես այն ունեմ մտահոգություն, որովհետև հենց այդ է, ուրիշ բան է, երբ որ մենք Իրանի հետ հարաբերությունները մեր այլ մակարդակի վրա է, ուրիշ բան է նույնը Վրաստանի հետ։ Այստեղ մենք մտահոգություն ունենք, որովհետև գիտենք շատ դեպքերում ինչեր կարող են անցնել այդ տարածքով։ Ընդ որում այլ բեռների անվան տակ, խոսքը սրա մասին է։ Բեռների թողունակության արդյունքում արդյոք ռենտգեն ապարատներով ամեն ինչը ցուցադրվելու է ու կանխարգելելու են։ Խոսքը դրան կոնֆիսկացնելու են ապրանքներ։ Կոնտրաբանդա եթե լինի, ինչպես են դա, այսինքն ուզում եմ հասկանամ, այդ ամբողջ գործիքակազմը ներդրվելու է թե ոչ։ Այո, Վրաստանի Եթե Իրանի ասում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն է լինելու, ինչի պետքա չգործի։ Դե համենայն դեպս կտեսնենք, կյանքը ցույց կտա։ Սա լավագույն դեպքում մեր հարցերի պատասխանը կլինի, երբ որ մենք տեսնենք գործնականում այդ ամեն ինչը։ Եվ վերջում որ քան որ մեզ մի քանի րոպե է մնացել, արդյոք չեք կարծում, որ այս թեմայի շուրջ նաև ինչ որ քաղաքական հայացքներից եւ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով այս թրիփի շուրջ պես բաներ հյուսվեցին, որ արտատարածքային միջանց կլինի, հայերը վերահսկողություն չեն ունենա, ով ոնց կուզի կգա կանցնի, եւ դա ավելի շատ է ամեն ինչ այս թեմայի շուրջ քաղաքական ենթատեքստով, հա, փաթաթվեց եւ հիմա ըստ էության քանդվում է այդ ամենը։ Դե շատ միֆեր կային այդ ժամանակ, ծոներ էին ծոնում, հիշում եմ։ Ես օրինակ իմ մասով միշտ իմ մտահոգություններն եմ հայտնել հիմնավոր պատճառաբանություններ տալով, բայց տվյալ դեպքում ուրիշ այլ մտահոգություններ չեմ արտահայտել, որովհետև տեսեք, հիմա ամեն մեկը յուրովի կարող է իր մտահոգությունը հայտնի, հիմնավորի, չհիմնավորի հարցը մյուս կողմն է։ Փաստացի էլի, որքան էլ սևը սպիտակի վրա, որքան էլ որ ներկայացվում է, որ ամեն ինչ իդեալական մեր սրտով այս իշխանությունները ներկայացնում են, որ գտել են այդ բանալին հարցերի լուծման։ Ես էլի գալիս եմ մի կարևոր կետի, գործնականում հողի վրա տեսնել այդ պայմանավորվածությունների արդյունքը։ Գործնականում, որովհետև դա ժամանակատար աշխատանք է։ Երկաթուղու մասով ասեմ, որ ռուսական կողմը ինչ որ արդեն ինտրիգներ է փորձում մտցնի։ Իդեպ ադրբեջանական կողմի հետ համատեղ, որ ժամանակի Նախիջևանից եկող երկաթուղին սպասարկվել է ադրբեջանական կողմից, հետևաբար այդտեղ նաև վերահսկողությունը նաև երկաթգծի վրա մենք էլ պետք է ունենանք։ Ռուսական կողմը գիտեք, չի ուզում անմնացորդ մնա։ Այստեղ նաև այդտեղ կա բախում լինելու շահերի, կարծում եմ։ Եթե բախումը չլինի, պետք է համաձայնությունների կան, որովհետև այստեղ նաև երկաթուղիների օգտագործման պահը կա, UŽԿՏ-ի հետ կապված այնտեղ բավականին լուրջ խնդիր կա տվյալ հատվածի։ Տեսնենք։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, հարցազրույցի Ես եմ շնորհակալ։